Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊԱ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն։ Այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից 15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական տեխնացու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն եւ ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։ Իսկ առաջին 50 տեխնացուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ, որոշելով թե ով է վարչապետի տեխնացուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3 տեղի ունեցավ Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը եւ հայտարարվեց նաեւ վարչապետի տեխնացուի անունը։ Մենք գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնել, բայց թիմը որոշել է նրան հայտարարել դե ֆակտո առաջնորդ։ Իսկ ընտրություններից անմիջապես հետո հենց խորհրդարանում փոխել օրենքի այն կետը, որը սահմանում է, որ ՀՀ վարչապետ կարող է լինել 4 տարի բացառապես Հայաստանում ապրած եւ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած անձը։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցությունը կառավարող մարմին է ձևավորել քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել եւ Նարեկ Կարապետյանները, հետ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ու փաստաբան Արամ Վարդևանյանը։ Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է։ Բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ Ուժեղ Հայաստանի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ իշխանական պատժիչ մեքենան է նաև գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ եւ փորձում են ճնշումներ բանեցնելով ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց հետ պահել անդիմադիր շարժմանն աջակցելուց։